Շատ լավ հարց է։ Հիմնականում խոսք չունեցող երեխաների ծնողները խոսքի բացակայության պարագայում դիմում են լոգոպեդին, եւ դա նորմալ է, որովհետեւ խոսքի հաղորդակցման մասնագետը լոգոպեդն է։ Սակայն նույնիսկ միայն լոգոպեդին դիմելու պարագայում պետք է ծնողը գրագետ մոտեցմամբ վերաբերվի երեխային, որտեղ է տանում, ում է դիմում, որովհետև շատ կարևոր է, որ կրթված լինի մասնագետը եւ տիրապետի այս ժամանակաշրջանում առկա զարգացման խնդիրներին, որոնք որ արտահայտվում են խոսքի բացակայությամբ, բայց գալիս են տարբեր պատճառագիտությամբ։ Հետևաբար, եթե մասնագետը փորձառու է, երկարամյա կրթություն ունի, տիրապետում է երեխայի զարգացման ոլորտներին, բոլոր խաղային գործունեության տարիքայնությանը եւ պատկերացում ունի թիմային գաղափարի մասին, որտեղ ներառվում են բժիշկները, հարբժշկական ոլորտի մի շարք մասնագետներ, ապա տվյալ դեպքում, այո, լոգոպեդին դիմելը նորից խոսք չունեցող երեխայի համար լավագույն օղակներից է եւ հետևանքը դրական լուծումներ տալն է լինելու։